Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի այս քայլը տեղի ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող բան։ Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ, նշել է Փաշինյանը Թբիլիսիում կայացած Մետաքսի ճանապարհ համաժողովում։ Վարչապետը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ ընթացող դրական երկխոսությունը հույս է տալիս մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման։ Նրա խոսքով Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Թբիլիսիում կայանալիք Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովից առաջ Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն արդյունավետ բանակցություններ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերության օրակարգին, առևտրատնտեսական եւ մշակութային գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նաեւ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչը Կոբախիձեի խոսքով նոր խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունության համար։ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի ընթացքը։ Հանդիպման ավարտին Վրաստանի վարչապետը Փաշինյանի պատվին կազմակերպել է պաշտոնական ընթրիք։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված դրական զարգացումների կապակցությամբ։ Ոգևորված եմ խաղաղության գործընթացում վերջին քայլերով, հատկապես Ադրբեջանի որոշմամբ վերացնել դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, գրել է նա X-ում։ Բաքուն ակնկալում է, որ թրիփ նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը հրավիրվել է քննչական կոմիտե։ Կոմիտեից հայտնել են, որ համացանցում տարածված զայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։ Ավելի վաղ հայտնել էինք համացանցում հայտնվել էր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երջանկյանի խոսակցության զայնագրությունը, որը տեղի ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Խոսակցության ընթացքում աղա Նաբեղան arczepiskopos-ին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է զայնագրությունից, աղա Նաբեղայի դիմումն է իրեն կարգալույց հռչակելու մասին։ Աղա Նաբեղա Երջանկյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր իր ըմբոստության պատճառով։ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող զայնագրությունը քննության առարկա կդառնա արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակում։ Վաղ շաբաթում հոկտեմբերի 22-ին մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև նոյեմբերի 14-ը։ Ավականու ընտրություններին կմասնակցի 8 քաղաքական ուժ՝ Հաղթանակ դաշինք, Համահայկական ճակատ, Հանրապետություն, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Քաղաքացիական պայմանագիր, Հայրենիք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 70,000 քվեարկող։ Վաղ շաբաթի տարբեր բնակավայրերում կբացվի 47 ընտրատեղամաս։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Հայաստանի եւ Լեհաստանի միջև տնտեսական գործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-ից 19-ը Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Կոնսերվատորիայի հարակից այգին վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին, մեկնարկել են բարեկարգման աշխատանքները։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգին, որը շուրջ 2 տարի տևած դատական գործընթացից հետո վերադարձվել է քաղաքապետարանին, այսուհետև կբարեկարգվի եւ կվերականգնվի։ Ինչպես նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այգին երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում, իսկ նախկին վարձակալի նկատմամբ սահմանվել են տուգանքներ։ Երևանում դիմակավորված անձինք ներխուժել են հյուրանոց, մի քանի մարդ ձերբակալվել է։ Հոկտեմբերի 10-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոց է ներխուժել դիմակավորված խումբ։ Զենքի սպառնալիքով նրանք մուտք են գործել մի քանի սենյակ, կապ կպել օտարերկրյա քաղաքացիներին եւ հափշտակել բջջային հեռախոսներ ու գումար։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 4 հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ եւ ձեռնոցներ։ Ավազակության դեպքով հարուցվել է քրեական գործ, քննությամբ պարզվել է, որ հարձակումը կազմակերպել են 9 տղամարդ, 1 հայաստանցի եւ 8 օտարերկրյա Նրանցից 5-ը, այդ թվում 41-ամյա երևանցին արդեն ձերբակալվել են, իսկ մնացած 2-ի որոնումը շարունակվում է։ Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր, բջջայիններ, պլանշետներ եւ գումար, քննությունը շարունակվում է։ ԱՄՆ նախագահը լրագրողների զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը եւ Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը։ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեռ պետք է մտածի այդ մասին, քանի որ չի ցանկանում ժամանակ ծախսել եւ դատարկ հանդիպումներ ունենալ։ Չեմ պատկերացնում, ինչ կարող է դրանից դուրս գալ, նրանց ասել են, որ շփման գծում կանգ առնեն, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի կարծիքով Վլադիմիր Պուտինը եւ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ։
ջիհադ, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա։ Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Զորավարժությունների գլխավոր նպատակը երկու երկրի հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայող զինվորականների միջև գործակցության խորացումն է։ Ապագործակալության փոխանցման Պանկոտրում գործընկերություն 2025 անվանումը գրող զորավարժություններում հատուկ ջոկատայիններից բացի ներգրաված են մի քանի միավոր զրահատեխնիկա, ռազմական ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր։ Գիշերը Կիևը եւ Ուկրաինայի շրջանները ենթարկվել են զանգվածային ավիահարվածների, որոնց հետևանքով կա 6 զոհ։ Ռուսական կողմը եւս հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ռուսական հարվածների զոհ է դարձել 6 մարդ, 17 մարդ վիրավորվել են։ Ռուսական կողմը այս հարվածը չի մեկնաբանել։